Մհերը վաղուց փակվել էր ագրավաքարում, սակայն մի օր երկու փոքրիկ ընկերներ բացում են մհերի դուռը ու բերում մեր օրեր։ Մենք ստեղծել ենք մեր սոցիալական հոլովակ, որը որ պետքա ներկայացվեր կոաֆում։ Ամբողջ պատկերը իրականացվել էր, ստեղծվել էր, գեներացվել էր արհեստական բանականության միջոցով։ Տեսա ոնց են երեխաները ուշադիր նայում են հետաքրքրված բան։ Միտք առաջացավ, որ միգուցե փորձենք 90 րոպեանոց ստեղծել մուլտֆիլմ։ Կերպարներից ամենաշատը հավանեցի Լիլիթին, ամեն ինչը հետաքրքիր էր։ Հիմա շատ եմ սպասում, որ հունիսի 1-ը գա, որ նայեմ արդեն։ Իմ բակի ընկերների հետ հաճախ ենք ֆիլմեր նկարում ու ինձ համար այս իրոք շատ հետաքրքիր էր, որովհետև ես արհեստական բանականությանը շատ եմ հարցեր տալի, այն ֆիլմի հետ կապված, այդ էպոսի հետ ծանոթ եմ, բայց չէի պատկերացնում, որ սենց լավ կլինի։ Ես կուզեի մուլտֆիլմ ստեղծել Սասունցի Դավիթի մասին։ Ես օրինակ սլավոնականում նաև դաս եմ տալիս պարբերաբար։ Շատ հեշտ է 4 կուրսի ուսանողների հետ նստել, խոսել տարբեր բաներից, երեխաների հետ շատ դժվար է։ Պետքա փորձես իրաց հետաքրքիր լինի։